Մինչև հաղորդումը դիտելն անպայման բաժանորդագրվեք ալիքին, սեղմեք զանգի կոճակը, որպեսզի բաց չթողնեք նոր և իրական պատմությունները։ Օրենքով գող դառնալը քրեական աշխարհում համարվում էր ամենաբարձր պատիվը, բայց ինչ էր տեղի ունենում, երբ այդ հեղինակությունը կործանվում էր։ Ով էր որոշում, որ տարիներով վաստակած թագը պետք է վերցվի, որ արարքներն էին համարվում աններելի, և հնարավոր էր արդյոք երբևէ վերադարձնել կորցրած կոչումը։ Այս հաղորդման ընթացքում կբացահայտենք քրեական աշխարհի ամենափակ և ամենախիստ որոշումներից մեկի՝ ապաթագադրման գաղտնիքները։ Կպարզենք, թե ինչպես էր կայացվում այդ դատավճիռը, ինչ ճակատագիր էր սպասում ապաթագադրված հեղինակություններին և ինչու էր երբեմն մեկ սխալը բավական, որպեսզի ամենաազդեցիկ մարդը մեկ ակնթարթում կորցներ իր հեղինակությունը։ Եվ այսպես, քրեական աշխարհում ամենաբարձր կարգավիճակը օրենքով գողն էր։ Այդ կոչմանը հասնելը տարիների փորձությունների, հեղինակության և վստահության արդյունք էր։ Սակայն այն պահպանելը երբեմն ավելի դժվար էր, քան ստանալը։ Քրեական աշխարհի պատմությունը բազմաթիվ դեպքեր է հիշում, երբ ամենաազդեցիկ հեղինակությունները մեկ որոշմամբ զրկվում էին իրենց կոչումից։ Մի գործընթաց, որը քրեական միջավայրում հայտնի էր որպես ապաթագադրում։ Ինչ էր նշանակում կորցնել օրենքով գողի կոչումը։ Ով էր ընդունում այդ որոշումը, որ արարքներն էին համարվում աններելի, և արդյոք հնարավոր էր երբևէ վերադարձնել կորցրած հեղինակությունը։ Այս ամենի մասին հենց հիմա։ Օրենքով գող դառնալուց հետո մարդը պարտավորվում էր ամբողջ կյանքում հավատարիմ մնալ քրեական աշխարհի ավանդույթներին։ Նրա յուրաքանչյուր քայլ գնահատվում էր ոչ միայն շրջապատի, այլև մյուս հեղինակությունների կողմից։ Եթե նախկինում նա պատասխանատու էր միայն իր համար, ապա թագադրվելուց հետո պատասխանատվություն էր կրում ամբողջ քրեական աշխարհի հեղինակության համար։ Հետևաբար, ցանկացած լուրջ խախտում կարող էր դառնալ ապաթագադրման պատճառ։ Թեև տարբեր ժամանակներում կանոնները տարբեր են մեկնաբանվել, քրեաբանների և պատմական աղբյուրների համաձայն առավել հաճախ որպես ծանր խախտումներ դիտվել են հետևյալը. իրավապահ մարմինների հետ համագործակցելը, քրեական աշխարհի ընդունված կանոնների բացահայտ խախտումը, մյուս հեղինակությունների վստահությունը կորցնելը, հեղինակության անունից անձնական շահ ստանալը, որոշ դեպքերում վարքագիծ, որը համարվել է անհամատեղելի օրենքով գողի կարգավիճակի հետ։ Յուրաքանչյուր դեպք առանձին էր քննարկվում և վերջնական որոշումը կախված էր ազդեցիկ հեղինակությունների գնահատականից։ Ապաթագադրման մասին որոշումը սովորաբար մեկ մարդու կողմից չէր կայացվում։ Եթե հնարավոր էր, հավաքվում էին ճանաչված օրենքով գողերը և քննարկում էին իրավիճակը։ Քննարկվում էին փաստերը, լսվում էին տարբեր կարծիքներ և միայն դրանից հետո էր որոշվում՝ արդյոք տվյալ մարդը դեռ արժանի է պահպանել իր կարգավիճակը։ Որոշումները միշտ չէ, որ միաձայն էին, և պատմության ընթացքում հայտնի են դեպքեր, երբ նույն հարցի շուրջ առաջացել են տարաձայնություններ տարբեր խմբերի միջև։ Կոչումից զրկվելը միայն անվան կորուստ չէր։ Քրեական աշխարհում դա նշանակում էր վստահության կորուստ։ Մարդը այլևս չէր կարող մասնակցել կարևոր որոշումների ընդունմանը, միջնորդել վեճերում կամ հանդես գալ որպես հեղինակություն։ Շատ դեպքերում նախկին դաշնակիցներն ու համախոհները նույնպես հեռանում էին նրանից։ Այդպիսով տարիներով կառուցված հեղինակությունը կարող էր կործանվել մեկ որոշմամբ։ Այս հարցի վերաբերյալ միասնական պատասխան չկա։ Որոշ պատմություններում հիշատակվում են բացառիկ դեպքեր, երբ երկար ժամանակ անց մարդը կարողացել է վերականգնել վստահությունը։ Սակայն քրեական աշխարհի պատմությունն ուսումնասիրող հեղինակների մեծ մասը նշում է, որ նման դեպքերը չափազանց հազվադեպ էին։ Սովորաբար ապաթագադրումը համարվում էր վերջնական որոշում։ Քրեական աշխարհի ներսում այս գործընթացը ներկայացվում էր որպես կարգապահության պահպանման միջոց։ Այն պետք է ցույց տար, որ նույնիսկ ամենաբարձր հեղինակությունը չի կարող կանգնել ընդունված կանոններից վեր։ Սակայն իրական կյանքում նման որոշումների վրա հաճախ ազդեցություն էին ունենում նաև անձնական հակասությունները, տարբեր խմբերի շահերը և ուժերի հարաբերակցությունը։ Հետևաբար, յուրաքանչյուր պատմություն պետք է դիտարկել իր ժամանակի և հանգամանքների համատեքստում։ Ապաթագադրումը քրեական աշխարհի ամենախիստ ներքին որոշումներից մեկն էր։ Այն խորհրդանշում էր ոչ միայն կոչման կորուստ, այլ նաև վստահության և ազդեցության ավարտ։
Այս երևույթը ցույց է տալիս, թե որքան մեծ նշանակություն էր տրվում հեղինակությանը և չգրված կանոններին այն միջավայրում, որտեղ պաշտոնական օրենքները փոխարինվում էին սեփական ավանդույթներով։ Չմոռանաք բաժանորդագրվել ալիքին, հավանել տեսանյութն ու մեկնաբանություն թողնել։